Սիրելիներս ողջույն, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, այսօր օրը չորեքշաբթի է, այսօր առավոտյան նոր վլոգ եմ տեղադրել ալիքում ու որոշեցի անմիջապես սկսել հաջորդը, չգիտեմ երբ կավարտեմ, կդնեմ ալիքում, բայց ամենայն դեպս որոշեցի սկսել հաջորդ վլոգը, որ շարունակություն լինի, քիչ առաջ Լիլիան գնաց Ազոն, ունենք մի քանի պատվերներ, վերցրել բերել է, ուզում եմ միասին բացենք ու այստեղ համեղություն է պատրաստելու ենք ու համտեսենք։ Այստեղ ոնց հասկացաք սուշի պատրաստելու համար գորգ է, կովրիկ, հայերեն չգիտեմ ինչպես են ասում։ Հիմնականում այս չափն էր, կամ ավելի փոքր, չգիտեմ, ինձ թվում է նորմալ է։ Մեղասել եմ ինչքան էր ծրա չափը։ Մի քիչկով հողոմը կթողեմ մեկնաբանություններ երեխեք ջան։ Այստեղ էլ կարող եք գուշակել, թե ինչ է սիրելիներս։ Այստեղ շատ սիրելի պաշտելի, ոչ բոլորի, բայց շատ շատերի կողմից հաթար բորակի սիրելիներս սիրտս նենց էր ուզում չեք պատկերացնի, ահավոր շատ այսպես մտքովս անցավ ու հիշեցի, որ Հայաստանից գալուց մոռացել ենք գնենք բերենք, մտածեցի նայեմ Ազոն Վալբերիս, պատվիրել ենք Ազոնից, բայց Վալբերիսում էլ է վաճառվում, սրա հաղումը եւս կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, որակը չգիտեմ ինչպիսին կլինի։ Հուսանք լավը կլինի, դե Հայաստանի որակին չի հասնի, բայց այն որ վաճառվում է, դրանց մեջից ոնց որ որակով ամենալավն է։ Հիմա քանի որ առավոտ է, ժամը 12-ն է, արդեն մոտենում ենք կեսօրին, որոշեցինք Լիլիայի հետ պատրաստել, համտեսել, մի օր էլ առանձին կպատրաստենք, երբ որ Վահանը շաբաթ-կիրակի օրը տանը կլինի առավոտյան, որովհետև երեկոյան անհնար է սա ուտել եւ մարսել։ Խոսքով ջուր եմ դրել, արդեն սոխառած արել, յուղով, սմետան ունենք, սխտորով, հիմա ջուրը կսկսի եփել ու այս համեղությունը կպատրաստենք ու կվայելենք սիրելիներս։ Սիրելիներս ունենք պատվերներ, մի քանի հատ, Լիլիան մի հատ մկրատ բեր բացենք։ Եվ միասին բացենք, նայենք, տեսնենք այս անգամ ինչ ենք պատվիրել։ Այն անգամ եթե կհիշեք վարդագույնը պատվիրել էի իմ Լիլիայի համար, բայց ոտքին փոքր էր, իմ ոտքով եղավ, որոշեցինք մի հատ էլ պատվիրենք արդեն իրեն համար, այստեղ մեծ ռազմեր եմ պատվիրել, ասում ես եղավ ոտքովդ Լիլ ջան, հա, շատ տաք, նայեք մեջը բուրդ, եսի դրսից են թռնում ես բամբուլիկները, Էսի 42-43 ռազմերն է, բայց իրականում 37-38-ն է երեխեք ջան։ Մեջը տաք, փափուկ, թեթև, իսկական ձմռանը տանը հագնելու համար։ Սա մեկ, հաջորդը։ Այստեղ Լիլիան իրեն պատվիրել է այսպիսի կեդեր։ Լիլ շատ թեթև է, բայց ինչ այլոց։ Լավն է, հələ հագ տեսնենք ոտքիդ ոնց է։ Մեկ մկրատ դու որտեղ անկան այստեղ մեկով կտրի, հենց այս կաղապկայի մեջ էլ կդնես, որ ընդեղ տեղ կա, չէ, ընդե պոլկի մեջ տեղ կա, ընդե կդնես լավ։
Ստեղ էլ իմ պատվերն է։ Հա, ապրանք տանն արևում, խանութում չի երևում կյանք։ Երկու այսպիսի հավես զգեստներ, այն մեկն էլ հագի կյանք։ Եթե կհիշեք, ես արդեն ունեմ այս զգեստների, դեյրաների սպիտակը, որը հիմա հագնում եմ, վարդագույնը և սևը, մնացել էր երկու գույն, որ պատվիրեմ, պատվիրեցի, սրանք էլ ունեմ, երեխեք ջան չեք պատկերացնի, ինչքան որակով, թեթև, հով, փափուկ, չգիտեմ, այնքան սիրուն անստում ֆիգուրայի վրա չեք պատկերացնի։ Շատ լավն է, գույնը շատ գեղեցիկ, վառ, իսկ ամառային, սա 50 ռազմերն է, շատ լավն է, սրա սպիտակը, ոնց ասացի, հիմա հագնում եմ տանը, վարդագույնն ու սևը այնտեղ պահած է, դեռ չեմ հագնում, ու այս երկու գույնն էլ որոշեցի պատվիրեմ ու վերջ, քանի որ և որակով է, շատ լավն է, գինն էլ մի գին չէ, կոպեկներ, մտածեցի, որ ինչու ոչ, հղումները կթողնեմ մեկնաբանությունների բաժնում սիրելիներս, եթե դուք էլ այսպիսի զգեստների սիրահար եք, նամանավանդ շոկ տեղերը, հա, որ ուզում ենք հով լինի, շոքում ենք, շոքին չենք դիմանում, այսպիսի հով, թեթև, գեղեցիկ, սիրուն կանաչ գույնը, այսենց գույնը երեխեք ջան, շատ սիրուն է։ Հա, շատ սիրուն է։ Թեթև է, ոնց է ոտքիդ։ Փոքր չի, մեծ չի, նորմալ է։ Չեմ ռոզմերին է, 24 Հա, շատ սիրուն է, կյանքս։ Առողջ հագնես։ Thank you։ Լիներս հիմա Լիլիայի հետ դուրս ենք եկել ու այստեղ Վահանի ընկերն է Հայաստանից իր ֆորով եկել է մեր համար համեղություններ է բերել հիմա գիչնի վերցնենք իրենից ինքն էր մեր մոտից բան ունի վերցնելու փոքրիկ մաղալ Վահանն է պատրաստել հիմա սպասենք գիչնի մեքենայից վերցնենք ու միասին գնանք համ տեսել արի կյանք ինքը հեսա կգա իչար մեքենայից լավ ցուրտ եղանակ է, այս մի շաբաթ կլինի ամեն օր անձրևներ, ցուրտ, այս գիշեր մինչև 4 աստիճան ջերմաստիճանը իջել, այս կեսօր մայիսի քանիսն է? 29 է այսօր մայիսի, 2 օրից 30-ը, հա վաղը չեմ իսօր ամառվա առաջի օրն է ու նայեք ինչ եմ բերել մեր համար Հայաստանից կյանք լաման է բեր լվանանք Վահանանց բարբարով ասում են ջոջա մեր բարբարով մենք ասում ենք շլոր կամ ալուչա ռուսերեն ալիչա իմ ամենո սիրած համեղությունը շատ եմ սիրում շատ որ այստեղ չկա եթե լինում էլա կիլոգրամը 3000 ռուբլի Դաղստանից, դեպպես Չեչնիայից, Կրասնոդարի կողմերից բերում են, բայց ամեն տեղ չի լինում, դրա համար այդպիսի թանկին է, Մոսկվայում ավելի թանկ է։ Անցած տարի մինչև գնացել ենք Հայաստան, արդեն վերջացել է, բայց այս համեղությունների համար արժի, այստեղ եք հետո կդատարկեմ, Լիլան արդեն վայելում է, այստեղ էլ սուրճ է,
առանց աղալու, ես սուրճ եմ խմում, Վահանն է սուրճ է խմում, ու ինչպես բոլորս, շատ-շատերը այնպես էլ մենք մեզ համար Հայաստանի սուրճ են բերել, ինքը մեքենա, կոֆե մաշինա, որով որ պատրաստում ենք սուրճը, ինքը և աղում է և պատրաստի սուրճը մատուցում։ Դրա համար այսպես ենք խնդրել, իսկ այս շլորը, այս ես պիտի հիմա լվանամ երեխեք ջան և վայլեմ։ Ու այս համեղությունների համար միայն արժի ապրել Հայաստանում, որովհետև մեր Հայաստանի համն ու հոտը ոչ մի տեղ չկա։ Այս ուղղակի ոչ միայն այսպես ուտելու համարը, որ սիրում ենք, ոչ միայն դա է, այլ մեր Հայաստանի համն ու հոտը ու հիշողություններ, շատ հիշողություններ։ Հիշում եմ տատիկիս հարևանի բաղչայում կար շլորի մեծ բաղ ու երեխաներով փոքր էինք, շատ փոքր էինք, դեռ դպրոց չէինք գնում կամ մինչև երրորդ դասարան երևի գնում էինք, այսպես ասած գողանում ու վայելում։ Բա, ինչպես երեխեք կան։ Դե մի քիչ մնաց, հիմա ես էլ դատարկեմ։ Եթե Հայաստանում ապրեինք, ամեն շուկա գնալուց ես մի այսքան հաստատ կգնեի։ Հիմա լվանամ ու տանեմ վայելենք։ Շատերը աղով են ուտում, շատերը ուղղակի երեխեք ջան, համով է։ Ովքեր Հայաստանում են առնում, վայելում այս սեզոնին, ես ձեզ բարի նախանձով եմ նախանձում, սիրելիներս, ովքեր էլ մեր նման Սփյուռքում են ապրում, ու շատ տեղերում գիտեմ կա, շատ տեղերում չէ, սիրելիներս, ես ձեզ լավ եմ հասկանում, ձեր փոխարեն էլ կուտեմ, ու ձեր կարոտը կհամեք երեխեք ջան, կատակը մի կողմ, իսկապես ընտիր էր ոչ մի թթվայնություն, ոչ մի այս թթուբաններ շատ եմ սիրում, թթվաշ մրգեր, իսկ թթուբաների մեջ իմ ամենասիրելի միրգը թթու շլորն է, աղով իդեալական կլինի, ուղղակի աղով այսպես բերանը լեզուն վառում է աղա, դրա համար իրեն հենց այսպես էլ կարելի է վայելել։ Համար նորություն եմ պատվիրել, հեռախոսի նոր պատյան, շատ սիրուն է, շատ լավն է երեխեք ջան, հայկական մոտիվներով, սենց հետաքրքիր, ու պատյանի հետ ինձ նվեր են ուղարկել հեռախոսի պաշտպանիչ Շուշա, այդպես են ասում հայերեն, защитное стекло։ Սրա հաղումը կթողնեմ մեկնաբանություններում, միգուցե ցանկացողներ լինեն, ուզենան գնեն։ Կա նաև սա 15 Pro Max-ն է, կա նաև iPhone-ի այլ մոդելների նմանատիպ պատյաններ, չեխոլներ կան, երեխեք ջան։ Շատ լավն է, շատ էլաստիկ, որակով, շատ գոհ եմ։ Որ շոկ է, դուրսը 36 աստիճան էր, անձրև եկա, որ նորից արև պատկերացրեք բաղնիկ, բառիզբունի մաստով, Լիլիայի հետ գնացինք մագնիտ, այսօր ուզում եմ բորշ պատրաստել, ճակնդեղ էր պակասում, 3 մեծ գնումներ ենք արել, միայն չունեի ճակնդեղ վերցրեցինք, քիչ հետո կպատրաստեմ, ու պայմանավորվել ենք մեր գյուղի բնակչու հետ, ինքը գյուղի գրուպան ելակ էր տեղադրել վաճառքի համար, այդպես պայմանավորվեցինք ու գնացինք վերցրինք, Լիլիայիս համար եմ վերցրել, եթե ես էլ համտեսեի 3 կիլոգրամ կվերցնենք, այստեղ 1 կիլոգրամ էր,
ինձ ժամանակավորապես արգելվում է, որովհետև ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեմ։ Հիմա բուժման ընթացքի մեջ եմ, շուտով ամեն ինչ կկարգավորվի, բայց այս ընթացքում բուժման ընթացքում խստիվ արգելվում է, համտեսում է միայն ավոկադո, բանան, նմանատիպ տեսակի մրգեր։ Այստեղ էլ մեր համագյուղացին բերել էր այսպես գեղեցիկ ծաղիկներ, հիմա կդնեմ ծաղկամանի մեջ։ Ջուրը արդեն լցրել եմ ծաղկամանի մեջ, հիմա արագ ծաղիկները կտեղափոխենք ծաղկամանի մեջ, որպեսզի թարմանան։ Սիրելիներս, ասեք ծաղիկներից գեղեցիկ ինչ կա այս աշխարհում։ Գեղեցիկ պիոններ, հրաշք։ Պատվերների շարքը շարունակվում է, այստեղ հոնքերի մատիտ է, ամենասովորական, սև գույն, ու այս ծայրի մասը պես շոտկայով Լիլիանը իր համար պատվիրել։ Այս ինչա կյանք դեմքի։ Մազերի բալզամ, Մազերի համար բալզամ, մասկա восстанавливающая, մեջը կերատին էլ կա, կոմպլեքս վիտամինով, մազերի համար, որպեսզի ունենանք առողջ մազեր։ Սա Լիլիանի համար էլի պատվիրել, հաջորդը, солнцезащитное молочко для лица и тела, ու ինչպես հասկացաք այս պատվերից, պատրաստվում ենք մեկնել հանգստի ծով։ Թե ուր ենք պատրաստվում մեկնել սիրելիներս, դա կիմանաք հենց մեր գնալու օրը։ Լիլիաս ինչ անուշ հոտ ա գալի, հələ հոտ քաշի։ Լավն է, չէ՞։ Դարձնում։ Հաջորդ պատվերը մազերի համար է, մենակ ես գույնն եմ վաճառում լիլ։ Այսենց։ Հա։ Այսպես, երևի արդեն շատերը հասկացան սա ինչ է, այս նկարից երևի ավելի հասկանալի է դառնում, ինչպես են իրեն կիրառում, էլի Լիլիայի համար է, հաջորդ պատվերը, այս էլ ինչ տանալնի կրեմ, հա, կսելու, թե выравнивать кожу, հələ նայ, մի փոքր բան ես բացում, ինչ-որ մի հատ շտոտը, մի անգամից այս դիվանի վրա սենց սպիտակ մնում է, պետք է բան անենք, պիլասես անենք, քանի հատ ընդհանուր, 8 հատ, անցնում ենք ես վլոգի շրջանակներում վերջին unboxing-ին, պատվերներին, այստեղ մատների համար եղունգների լաք է, մանիկյուր կոչվածը, այսինքն գույն ենք ընտրել, շատ սիրուն եմ, հաջորդը, այստեղ վերցրել եմ սուպեր չիստաջել, այդպես է կոչվում, ոզի վրայի, հա, այդպես մարմնի վրա, շատերի մոտ առաջանում է այսպես պապիլոմաներ, մի քանի հատ իմ մոտ հայտնաբերել եմ, պետք է այս միջոցով հեռացնեմ, սա դրա համար է։ Սա Լիլիայի ֆոտոապարատի համար է, իմիջայլոց, ձեզնից շատերը գիտեմ, որ Լիլիաս այս տարի դպրոցը ավարտում է, արդեն ավարտել է, վաղը չեմ այսօր ատեստատը կվերցնի, ու մենք իրան նվերներ ենք արել, Լիլիան բեր, Քրիստան, գնել ենք իր համար ֆոտոապարատ, ինքը շատ էր ուզում, ասեմ, որ Ռուսաստանում մոդա է, այսպես
գնում, հա, նկարվում են երիտասարդությունը ու ասեմ որ հենց տեղադրում են Ավիտո կայքում միանգամից այսպես ասած թռցնում են պատվիրել են գնացել ենք վերցրել ենք փոշտայից ու գիննել ասեմ որ մատչելի չէ 12000 էին ասում 10000-ով վերցրել ենք իր карта памяти зарядка зарядочник и там это որպեսի ապարատից տեղափոխի հեռախոս կամ կոմպյուտեր ես դրա համար է պատվիրել վիրել ենք այ այսպեսի գեղեցիկ ականջողեր դպրոցը ավարտելու կապակցությամբ շատ սազում է անցնենք առաջ այստեղ դե ասել եմ արդեն պատրաստվում են գնալ ծով սա երևի այն բանն է հա լիլ շիմեր հա կրեմ համ կրեմ է ինքը համ այսպես փայլ բացի շատ գեղեցիկ է ըստ օբզիվների նա բացի քսի մաշկի տնանք կյանք Ուսի վրա է երևում Հոտնել ալավաշ Գել լա բրիճա Սա Գել լա բրիճա Սա էլ բալզամ պոսլե բրիճա Աղջկական, շատ հավես Սա էլ էսպես ու անցանք մեր վերջին պատվերին Ինձ թվում է այդ դեմքից կրեմն ալի Առաջին անգամ եմ Սա եւս պատվիրում, չգիտեմ սիրելիներս, որակը ինչպեսին կլինի, ըստ օբզիվների շատ լավն է։ Հա։ Այսինքն կրեմ եմ պատվիրել դեմքի մաշկի համար, ինքը այսպես ասած վրավնիվայդ տոն լիցա, անտիվազրասնոյ, հա, չունեմ կնճիրներ, փառք Աստծո, բայց այսպես արդեն փոքր չենք ու պետք է արդեն այսպես ասած մեր մաշկին ընտիրություն անենք ես չեմ բողոքում իմ մաշկից շատ գոհ եմ բայց ժամանակ առ ժամանակ պետք է հետևենք մեր արտաքին տեսքին ու մաշկին դրա համար պատվիրեցի սա որոշեցի փորձել ու վստահ եմ որ լավն է լինելու հոտնել տեսնեմ հոտը անուշա Սրա հողումը եւս կթողնեմ մեկնաբանությունների բաժին երեխեք ջան։ Եվս ահագին պատվերներ ունեն կապված ծովի հետ, այնտեղ տունիկաներ, շորեր, զգեստներ, հա։ Դրանք էլ արդեն եւ որ կհակնենք, այնտեղ գնանք ծով կհակնենք, սիրելիներս այնտեղ արդեն կտեսնենք։
Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք։ Միանում եմ ձեզ վերջին կադրերից մի քանի օր անց։ Ուզում եմ ներողություն խնդրել մեր երկար բացակայության պատճառով YouTube-ից։ Դրա կա բազմաթիվ պատճառներ։ Դե գիտեք, վերջին վլոգում ասացի, որ պատրաստվում ենք Վահանին ճանապարհել գործուղման։ Համարյա 1 ամիս է, մի քանի օրից լրանում է 1 ամիսը, որ ինքը տանը չէ, ես ու Լիլիան ենք, 5-շաբթի կամ ուրբաթ օրը առավոտյան դուրս կգա ու երեկոյան արդեն կլինի տանը։ Լիլիաս էլ քննությունների էր ավարտական, գիտեք, այս տարի ավարտեց դպրոցը, 11-րդ դասարանը, ավտոբուսով երեխաներին տանում էին մեր կանգառից, տան դիմացի կանգառից ճանապարհում է, այդպես դիմավորում, քննությունները շատ լավ է հանձնել, օրեր առաջ վերցրեց նաև իր ատեստատը, եկեք ցույց տամ, սա ատեստատն է իրա, այսպես գեղեցիկ կապույտ գույն, սա իր գնահատականները, սա Լիլիայից գնահատականները, 5-եր ու 4-եր, այսպես սիրելիներս, ուզում եմ շնորհավորել բոլոր այն երեխաներին, ովքեր այս տարի ավարտել են դպրոցը, ցանկանում եմ բոլորին հաջողություններ, ուսման բնագավառում, հետագայում ինչ որ նպատակներ դրել են, թող բոլորն էլ հասնեն իրենց երազանքներին ու նպատակներին, սիրելիներս, եւ ուսման բնագավառում եւ ընդհանրապես կյանքում ինչ մասնագիտություն էլ որ ձեռք բերեն, որպեսզի իրենց հետագայում ծառայի պետք լինի կարողանան իրենց մասնագիտությամբ գումար վաստակել եւ իրենց կյանքը, կարիքները ապահովել։ Դա էլ այդ մասով։ Դե արդեն ասեցի, քանի որ սպասում ենք Վահանին, այսօր երեկոյան ուզում եմ թխվածք պատրաստել, իր սիրելի թխվածքը, եթե վաղուց եք ինձ հետևում, գիտեք, որ շատ հաճախ պատրաստում եմ նեգրը ժպիտ, մենք այդպես ենք ասում։ Այդ թխվածքն եմ երեկոյան պատրաստելու հովի հետ, որովհետև հիմա շատ շոգ է ու ոչինչ չեմ ուզում անել։ Հիմա սառնարանից յոգուրտ եմ անել, պետք է նստեմ, վարել եմ, մի քիչ հովանամ, օթորակիչն եմ ժամանակ առ ժամանակ միացնում։ Այդպես ելիներս, երեկոյան տորթը կպատրաստեմ, կդնեմ սառնարան ու հենց որ կգա արդեն կկտրեմ ու կհյուրասիրեմ իմ ամուսնուն։ Ճանապարհելուց առաջ էլ էին իմ թխվածքը թխել, հիմա էլ է նույնից ուզում, դե որը որ սիրում է, ուզում է, դա էլ մեծ սիրով իր համար կպատրաստեմ։ Վահանը կգա, կհասնի տեղ սիրելիներս, որոշ գործեր ունենք, ավարտին կհասցնենք ու ինչ ենք անելու։ Պատրաստվելու ենք, գնումներ ունենք, դե իմ ու Լիլիայի համար այս ընթացքում ինչ որ մեզ պետք էր, բոլորը պատվիրել ենք, հիմա սպասում ենք, քիչ գալիս հասնում է մեզ, Վահանի մի քանի բան է պետք, կամ ինքը կգնա քաղաքից կգնի ձեռքի հետ կառնի կգա կամ ընտանիքով կգնանք, եթե ընտանիքով գնանք, կնկարեմ վլոգ, եթե ինքը կգնա, մենք չգնանք, ուրեմն արդեն հաջորդ վլոգը կլինի հանգստյան գնալու ճանապարհից։ Պատրաստվում ենք գնալ հանգստի, արդեն այս վլոգի շրջանակներում ասել եմ, ու թե ուր ենք գնում, կիմանաք արդեն հաջորդ վլոգում։ Մեկնաբանությունների բաժնում կխնդրեմ գրեք, ինձ հետաքրքիր է, ուզում եմ իմանալ գուշակում եք արդյոք որտեղ ենք պատրաստվում գնալ, թե ոչ, մեկնաբանությունների բաժնում գրեք, իսկ մյուս վլոգում արդեն հենց վերնագրից կիմանաք սիրելիներս, այնպես որ շատ հեռու մի գնացեք, մնացեք մեր հետ, որովհետև առջևում սպասվում են գեղեցիկ եւ հետաքրքիր վլոգներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ ձեր մեկնաբանություններ են թողնում, ձեր լայքերի համար, նոր միացողներին էլ ողջունում եմ, բոլորից շատ սիրում եմ, եղեք առողջ, սիրված եւ գնահատված աղջիկներս, կհանդիպենք շատ շուտով նոր վլոգում, լավ եղեք, առայժմ